խաղաղությունը ամենակարևորը եւ դա հետաքրքիր զգացողություն էր, որ մենք թիմով ճամփորդելիս այդ արձանագրումը արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները նաեւ ինտուիտիվ հասկանում են, նաեւ ես երեք այդ նրբության մասին չխոսեցի, որ նույն առողջության ապահովագրության համակարգը, նույն կենսաթոշակների ավելացումը եւ այլը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված է նաեւ խաղաղության հետ, որովհետեւ եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետև միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար, որովհետև դուք գիտեք, որ ցանկացած էսկալացիա ինքը ծախսերը եւ չնախատեսված ծախսերը մեծացնում է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տվել, որ հանդարտության պայմաններում մենք ասենք լավ, այս ուղղությամբ նախ խաղաղությունն է բերել հնարավորություն տնտեսական աճի։ Այսինքն որպեսզի մենք կանխատեսվածից ավել տնտեսական աճ ունենանք, կանխատեսվածից սպասվածից ավել զբոսաշրջիկներ ունենանք, սպասվածից ավել քաղաքացիներ ունենանք, որովհետև այդ քաղաքացիների հոսքը տնտեսական ակտիվություն է, չէ՞ բերում, դրա արդյունքում նաև բյուջետային եկամուտների աճ ունենանք եւ այդ պահին, երբ որ մտածում ենք, բայց բյուջետային եկամուտների այս հնարավորությունը ոնց օգտագործենք, էսկալացիայի պայմաններում ամենայն հարգանքով սոցիալական եւ էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններով ամենայն հարգանքով առաջին միտքը այն չի, որ այս ծախսը պետք է ուղղել սոցիալական ուղղություններով։ Մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել, որպեսզի անհրաժեշտ, բայց երբ որ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ որ գիտես, որ խաղաղություն հաստատված է, շատ հանգիստ, շատ հանդարտ այդ ծախսերը, այդ գումարները ուղղում ենք սոցիալական ծախսերի։ Այո, այս ընթացքում եւս մեկ ընդդիմադիր գործընկեր եկավ գրանցվեց գնաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Այսինքն ես եւ գիտեք ինչ, իմ կարծիքով քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան մենք նույնիսկ սպասում էինք։ Ես ընդհանրապես 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու, ինչի ձեզ թվում է 2021 թվին ընտրակաշառք չի բաժանվել, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել եւ այլն, այդ թվում խորհրդարանական անցած ընդդիմությունների ներկայացուցիչների, չկա այդ դարաշրջանը անցել է վաղուց։